համասան զեկույցի համար մի քանի հարց ունեմ ձեզ։ Նախ ուզում եմ անդրադառնալ վերջին շրջանում կոնյակի սպիրտ արտահանող մեր ընկերությունների մտահոգություններին, որոնք առաջացան, երբ որ պարզվեց, որ Վրաստանով տարանցվող կոնյակի սպիրտը դեպի Ռուսաստան կամ ԵԱՏՄ երկրներ որոշակի դժվարությունների են հանդիպում, տասնյակ բեռնատարներ կանգնած են Վրաստանում։ Գիտեմ, որ ինտենսիվ բանակցություններ եք վարում այդ ուղղությամբ կառավարությունը եւ այսօր ընդհանրապես տեղեկացանք, որ կարծեք թե դրական տեղաշարժ կա, խնդրում եմ այս կապակցությամբ տեղեկացնեք ինչ ընթաց կա, սա առաջին հարց։ Միանգամից ասեմ, չէ՞ հարցերս։ Դուք նշեցիք, որ Հայաստանի պետական բյուջեից մաքսատուրքերի տեսքով ԵԱՏՄ բյուջե ավելի շատ է մուծվել, քան հակառակ ուղղությամբ բացասական սալդոն մոտ $139 միլիոն, եթե չեմ սխալվում։ Խնդրում եմ բացեք սա, որ լայն հանրության համար հասկանալի լինի, թե այս երևույթը ինչ է նշանակում, սա կարևոր եմ համարում։ Եվ եւս մեկ հարց, մենք 2024 թվականին վավերացրեցինք ԵԱՏՄ-ի եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը, որը ստորագրվել էր 2023-ին։ Ես ուզում եմ տեղեկացնել մեզ եւ հանրությանը, թե պայմանագրի ստորագրումից հետո ինչ նոր տեղաշարժ ունենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ առևտրի մասով, ինչպիսին է կառուցվածքը փոխադարձ առևտրաշրջանառության եւ նաեւ տեղյակ ենք, որ բանակցություններ են ընթանում ԵԱՏՄ-ի շրջանակներում Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ինդոնեզիայի եւ Մոնղոլիայի հետ։ Ինչ փուլում են գտնվում այժմ այդ երկրների հետ բանակցությունները եւ առաջիկայում ինչ զարգացումներ կտեսնենք։ Այսքան առայժմ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, շնորհակալություն հարցերի համար, շատ կարևոր հարցեր էին։ Սկսեմ առաջին հարցից, կոնյակի հետ կապված, դուք շատ ճիշտ եք եւ վերջին երևի թե 2 շաբաթվա ընթացքում ոչ մի մեքենա Վրաստանից դուրս չէր եկել մինչև Ռուսաստան, երկար դժվար տարբեր տեսակի բանակցությունների արդյունքում մենք այսօր արձանագրել ենք էական տեղաշարժ եւ նախնական 3 երեկոյան ես խոսեցի Վրաստանի գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի նախարարի հետ, ով իմ գոլեգաներից մեկն է, նա ինձ խոստացավ 33 մեքենա այսօր թողեմ, բայց ինձ տեղեկացրեցին, որ արդեն իսկ վրացական կողմը դեպի Ռուսաստան այդ դեկլարացիան դրական վիզայով տվել է 52 մեքենայի համար, այսինքն այդ թիվը ավելացել է։ Այս պայդրությամբ բացի 52 մեքենաներից եւս 72 մեքենա Վրաստանում է, ունենք նաեւ Հայաստան-Վրաստան սահմանին եւ ճանապարհին գտնվող մեքենաներ եւ բնականաբար հարյուրավոր մեքենաներ կան Հայաստանում որոնք պատրաստ են բեռնվեն եւ գնան դեպի Ռուսաստանի Դաշնություն։ Դրականը նա է, որ այս պայդրությամբ արդեն իսկ ուրեմն կա կոնկրետ պայմանավորվածություն եւ կա կոնկրետ մեխանիզմները դեռևս քննարկման մեջ են, բայց կառավարությունների Հայաստանի Հանրապետության կառավարության միջամտության հետևանքով եւ արդյունքում կարող ենք արձանագրել, որ մի իրավիճակ ունենք, որ բազմաթիվ արտահանողներ այսօր արդեն ապրանք կարտահանեն Ռուսաստանի Դաշնություն, ինչը շատ կարևոր եւ կենսական նշանակություն ուներ, բացատրեմ ինչի, որովհետեւ այդ մարդիկ ունեն պայմանագրեր եւ պարտավորություններ ունեն, որովհետեւ այդ պայմանագրերը իրականացնեն։ Եվ ես խոսել եմ այսօր մի շարք մեր արտահանողների հետ եւ նրանք շատ մեծ գոհունակություն ունեին ստեղծված գոնե մասնակի լուծման հետ կապված եւ որովհետեւ այն քանակները, որոնք որ հնարավորություն ընկերություն կա 1 մեքենա է արտահանում, կարողացել արտահանել, մեկ ընկերություն կա 10, այսինքն տարբեր ընկերություններ, ամենաշատը 10 մեքենա արտահանող ընկերություն կա եւ ամենաքիչը բնականաբար 1 եւ ընկերություններ կա, հա, դեռ խնդիր ունի, բայց ուզում եմ նշել, որ
Այսօր մենք ունենք լրիվ ուրիշ իրավիճակ, ինչ ունեինք 3 չի առաջի օր, սրանից 10 օր առաջ կամ 2 շաբթի 2 օր առաջ, եւ նաեւ նշեմ, որ իմ գործընկերը Վրաստանի ես նշել եմ, որ ես պետք է գնամ Վրաստան այդ հարցը քննարկեմ, դրա կարիք չեղավ, որտեղ մենք անընդհատ սերտ շփման հեռախոսային կապի մեջ էինք, անընդհատ օրվա մեջ մի քանի անգամ հեռախոսով կապի մեջ ենք եւ ըստ էության վաղը ինքը որոշեց, որ ինքն է գալիս, այսինքն իրենք են գալիս վաղը Հայաստան, իհարկե այդտեղ նաեւ այլ միջոցառում ունենք իր հետ պլանավորած գիտագործության ոլորտում, բայց Վրաստանի գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի նախարար վաղ ժամանի Հայաստան, որպեսզի այս եղած պարտավորությունները էլ ավելի ամրապնդենք, մեխանիզմների ներբությունները վերջնական ֆիքսենք, որպեսզի process-ը գնա առաջ, սա մեկ։ Հաջորդիվ ուրեմն դուք նշեցիք, ես պետք է պարզաբանեի, թե ինչ է այդ բացասական սալդոն, գիտեք, որ մենք մաքսային